Հունվարի 15-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Վեհափար Հայրապետի օրհնությամբ հավատացյալների երկրպագության եւ օրհնության համար Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։ Մարդիկ հոգեվորականների առաջնորդությամբ Կարիբիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում դիմավորեցին մասունքը։ Մինչ պատարագը սկսվելը Տեր Փարեն քահանա Առաքելյանը պարզաբանող խոսք ասաց։ Տոնի առիթով Արագածոտնի թեմը կազմակերպել էր ուխտագնացություն խաչերթ Կարիբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովանավանք, ուր ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։ Խաչերթը մեկնարկելու էր ժամը 9-ին ընդհանրական խոստովանությամբ Կարիբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա հավատացյալները հոգեվորականների առաջնորդությամբ շարժվելու էին դեպի Հովանավանք։ Տոնի նախորդ օրը երեկոյան Արագածոտնի թեմը տեղեկություն էր ստացել Հովանավանքում հնարավոր սադրիչ գործողությունների եւ Սուրբ Պատարագը խոչընդոտելու մասին։ Հետևաբար պատարագը մատուցվեց Սուրբ Աստվածածնում։ Կարգալույց Տեր Արամ քահանան Ավազանի անվամբ Ստեփան Ասատրյանը տևական ժամանակ է հրաժարվում է հեռանալ վանքից։ Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից եւ տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգեվոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաեւ տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարիբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովանավանք նախապես հայտարարված ուխտագնացություն ուխտերթի փոխարեն Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Կարիբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նշված է թեմի հայտարարության մեջ։ Որպեսզի մի արկածախնդիր այս Սուրբ օրով չբարձրանա ինչ որ անհարիր խոսք չասի, որպեսզի հնարավոր բախում չլինի, որպեսզի պատարագի եկած մարդու հոգին չփոթորկվի, այդ նվիրական զգացումը չվնասվի։ Պատարագին ներկա հավատացյալները մասնակցեցին խոստովանության կարգին, վերապրեցին սրբազան արարողության խորհուրդը։ Պատարագի ավարտին հաղորդվեցին Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքից բխող զորությանը։ Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնին պատարագը մատուցեց աշտարակի հովվության հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը։ Հովհաննես Մկրտչի հիշատակության օրը Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի անվանակոչության տոնն է։ Ներկաները աղոթքներ ուղղեցին Տիրոջը եւ խնդրեցին Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը մեր հավատքի զորացման, հայրենիքի խաղաղության եւ անազատության մեջ գտնվող սիրելի առաջնորդի շուտապույտ վերադարձի համար։ Պատարագիչ քահանան մեկնեց սուրբ գրային հատվածներ, որոնցում ներկայացվում է Հովհաննես Մկրտիչը։ Մեր եկեղեցում Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբը Հովհաննես Մկրտիչն է։ Հայ եկեղեցին տարեկան 4 տոն է սահմանել նրա համար։ Առաջինը նրա ծննդյան հիշատակությունն է, որը նշվեց այսօր։ Այն պահին, երբ որ մեր Տերը դարձավ 30 տարեկան եկավ մկրտվելու, Հովհաննեսը նախ դիմացավ ասելով, որ ես պետք է քո կողմից մկրտվեմ, դու ես եկել ինձ մոտ մկրտվելու։ Բայց Տիրոջ կամքին չկարողացավ հակառակել։ Ու այստեղ է, որ տեսնում է երկինքը բացված, ու Սուրբ Հոգին իջնում է Քրիստոսի վրա, ու իր հերթական մարգարեությունը, սա է Աստծո գառը, որ եկել է մարդկանց մեղքերը քավելու համար։ Հայաստանում սրբի անունը կրող շատ եկեղեցիներ կան։ Կարիբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում սպասավորում են Տեր Փարեն քահանա Առաքելյանը եւ Տեր Օշին քահանա Հայրապետյանը։ Նրանք նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվներն են։ Արարողությանը մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչները Տեր Օշին քահանա Հայրապետյանին ու իրավաբան Արա Զոհրաբյանին հարցեր ուղղեցին նախապես հայտարարված խաչերթի այն չկայանալու պատճառների մասին։ Քրեական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված է, որ եկեղեցու գործունեությանը խոչընդոտելը, ինչպես նաև ծեսի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն։ Դա ուղղակիորեն նախատեսված է։ Մենք այստեղ նաև գործ ունենք կոնկրետ եկեղեցու զավթման փաստի հետ, ինչպես գիտեք Հովանավանքը զավթված է եւ այս պայմաններում եկեղեցին, որի նաև սեփականությունն է հանդիսանում Հովանավանքը, չի կարողանում գործունեություն իրականացնել։ Ասեմ, որ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է նաև իրավունքի ինքնապաշտպանության հնարավորությունը, այսինքն եկեղեցին կարող է իր ներկայացնելով ինքնապաշտպանության, այսինքն գնալ եւ իր իրավունքը ինքը պաշտպանել, բայց բնականաբար այս պայմաններում Մայրաթորը այդ ճանապարհով չի ընթանում, հաշվի առնելով, որ դա կարող է
առաջացնել բախումներ։ Այսօր եկեղեցուն նման հարված հասնել է, երբ որ անվտանգային լուրջ խնդիրներ ունենք, տեսնում եք տարածաշրջանում ինչեր է կատարում, մեր հարևան երկրներում շատ լուրջ process-ներ են գնում, իսկ մենք ընկած այդ խնդիրների փոխարեն որոշել են հոգևոր բարենորոգման ծրագիր իրականացնել։ Սա բնականաբար կեղծ օրակարգ է։ Առհասարակ մենք որպես հայ առաքելական եկեղեցու զավակներ ուղղափառ մեր ուխտը կապած մեր հայ առաքելական եկեղեցու հետ մենք առհասարակ բարությունն ու սերն ենք քարոզում, մեր խոնարհումն ենք բերում մեր վանքերին, մեր եկեղեցին եւ մեր եկեղեցուն Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնին Արագածոտնի թեմի հոգևորականները հավատավոր ժողովրդին օրհնություն բաշխեցին եւ հորդորեցին աղոթքով դիմագրավել հոգևոր կյանքը խաթարող փորձությունները։ Աննա Թամրազյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։